այդ հայտնի 10,000 դրամի պատմությունը, որ մենք նախ դա եղել է մեր նախընտրական ծրագրի մեջ, եւ մենք 2025 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ էլ մենք ունեցել ենք այդ խնդիրը, այդտեղ է ծագել այդ 10,000 դրամը, որ լավ եկեք ընդ որում ասում եմ, ես այն օրն խոստովանեցի, չէի խոստովանել, բայց խոստովանեցի, այդ ընկալման մեջ էական դերակատարում ունեցել են, եւ որ երբ որ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք, ես տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում ահավոր մեծ է։ Ես դրանից ահավոր նեղվել եմ։ Եվ այդ ժամանակը ավելացել, եկել են գաղափարը 2025 թվին, որ լավ, շատ լավ, էլի ամենայն հարգանքով ես էլ եմ ծխել, հայրս էլ էր միջև վերջ ծխում էր եւ չէի կարող ես ոչ մի բան անեի, որ չծխի։ Ինչը իմիջայլոց նաեւ հիվանդության պատճառներից ծեր եւ բաններ, զարգացման պատճառներից է։ Ես ասում եմ լավ, 10,000 դրամ հիմա պետք է ավելացնենք, որ գանք միջին այդ մեր սպառողական զամբյուղի խնդիրը լուծենք։ Ես ասում եմ լավ 10,000-ը տանք ֆորմալ, գնան մեր սիրելի թոշակառուները ծխախոտ առնեն եւ ծխախոտի ավելի շատ օգտագործման արդյունքում առողջական խնդիր ունենան։ Դրա համար մենք ասենք եկեք այս փուլում, քան ընդ որում հիշեցնում եմ, որ այդ ժամանակ մեր տնտեսական աճի կանխատեսումը 5.1% էր եւ միջև վերջը էլ մեր գործընկերները ներքին ներհայաստանյան եւ օտարերկրյա ասում են, որ 5.1%-ը պլյուս մինուս մի քիչ ելնելու, մենք որոշեցինք, ասենք լավ, եկեք այս 10,000-ը այս փուլում ուղղորդենք առողջության վրա, որպեսզի մենք այդ փողը թոշակառուների փոխարեն, ասենք սիրելի մեր թոշակառուներ, այդ ձեր 10,000 դրամը ավելացնում ենք, բայց մենք ձեր փոխարեն 1000 ներողություն ուղղորդում ենք առողջապահություն։ Այո, եւ մենք այն օր Իջևանում ուղիղ եթերում մարդ ասեց, որ ես նախկինում իրականում 30-40 հազար դրամ էի տալիս դեղ գնելու, հիմա չեմ տալիս։ Ստացվեց, որ ես 10,000-ի վերաուղղորդմամբ, իհարկե ոչ բոլորի, բայց կոնկրետ մարդիկ կա, որ 30-40 մարդիկ կան, այսօր 3 միլիոն դրամանոց, 4 միլիոն դրամանոց վիրահատություն են բանան։ Հիմա եւ մենք ճիշտ ենք վարվել։ Հետո ինչ տեղի ունեցավ։ Եկավ փետրվար ամիսը, երբ որ մենք մեր վիճկոմը արձանագրեց, որ 25 թվի տնտեսական աճը եղել է ոչ թե 5.1, այլ 7.2։ Հաջորդ օրը ես ֆինանսների նախարարին եւ փոխվարչապետերին գրել եմ նամակ հետեւյալ բովանդակության։ Ասել եմ շատ լավ, կանխատեսվածից 2.1% ավել է մեր բանը աճը։ Խնդրում եմ դրամական գնահատականը տվեք այս աճի, ինչքան է։ Եվ ինձ ասել եմ, որ դա մոտավորապես 100 միլիարդ դրամ է, 100 միլիարդ դրամ է, ասել եմ շատ լավ, որպեսզի հանկարծ կանխատեսումները կարող են այս կողմ մնեն, դրա համար մենք հիմա 10,000 դրամով կավելացնենք, որի արդյունքում կավելանա նաև հետվճարը եւ նախնական կանխատեսումով 70 միլիարդ, ինչքան 78-ը, որովհետեւ այս են դեպքն է, որ տնտեսական աճը մեր թոշակառուները պետք է կոնկրետ թվային զգան, որովհետեւ դա էլ է քաղաքական խնդիր, մենք ասում ենք տնտեսական աճ, մարդիկ ասում են, բա ուր է այդ տնտեսը։ Հիմա մենք ուզում ենք ասենք հեսա այն առողջության ապահովագրությունը եւ այս կենսաթոշակը եւ իհարկե որոշակի նաեւ ռեզերվ, որ հանկարծ բյուջետային խնդիր չունի։